Ինչպես ասում են, ընտանի կենդանին երեխա է, որը պահանջում է մշտական խնամք ու հոգատարություն, փոխարենը հավատարմություն ու անսահման նվիրվածություն է տալիս։ Մարդ-կենդանի կապը յուրահատուկ կախարդանք է։ Երբ ընտանի կենդանին սատկում է, մի շարք խնդիրներ են առաջ գալիս, որոնցից ամենակարևորը, թե որտեղ դին պետք է հողին հանձնել։ Հայաստանում այս ոլորտը բացարձակապես չի վերահսկվում։ Որտեղ եւ ինչպես հրաժեշտ տալ սիրելի կենդանուն, մեր երկրում յուրաքանչյուրն առաջնորդվում է ըստ սեփական նախասիրության։ Արաբկիր այգու կենտրոնական հատվածում Դանայի տերը որոշել է իր շան համար պատվավոր թաղում կազմակերպել։ Մեղադրել, թե ոչ, դժվար է ասել։ Կենդանասերներն իհարկե կհասկանան Դանայի տիրոջը, միայն թե նրա օրինակին հետևել խորհուրդ չի տրվում։ Այս խնդիրը այնքան օրասական է, որովհետև գնալով ավելի են շատանում տանը պահվող կենդանիները, ընդ որում տարբեր չափի եւ կենդանատեսակի, այսինքն մենք պետք է հասկանանք, թե ընդհանուր առմամբ այս խնդիրը ինչպես կարող է լուծվել համայնքային մակարդակում, պետական եւ այլն, որ գերատեսչություններն են պատասխանատու։ Իհարկե հասկանալի է, մինչ օրս երկու կարևոր տեսակ է մեզ հայտնի, դա մեկը թաղելու տարբերակն է, մյուսը դիակիզելու, եւ մենք պետք է պատկերացնենք, թե որ հնարավորությունները կարճաժամկետում հնարավոր կլինի Հայաստանում ապահովել։ Պետք է ունենալ ընտանի կենդանիների առանձնացված գերեզմանատուն, չէ՞ որ ընտանիքի անդամ դարձած կենդանիներից բացի կան նաև ծառայողական կենդանիներ, որոնք բազում պարգևներ ունեն եւ արժանի են հարգալից հրաժեշտի, ասում է զրուցակիցս։ Իհարկե մոտեցումն իդեալական է, միայն թե ոչ մեր երկրում։ Թե պետական, թե տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում մենք ունենք ոչ թե հողի տարածքի ռեսուրս, այլ կազմակերպվածության խնդիր։ Բացարձակապես չկան մարդկային ռեսուրսներ, որոնք գիտեն, թե ինչ գործողություններ պետք է արվեն եւ ինչ հերթականությամբ, չկա համապատասխան ծրագիր եւ դրա արկայության եւ փորձարկման դեպքում մենք ունենանք եւ տեղ, եւ միջոցներ, եւ հնարավորություններ, եւ հնարավոր կլինի քաղաքացիներին անթույլատրելի գործողություններից խուսափել եւ անել այն ամենը, ինչպես կարգը, կանոնը կամ օրենքը կնախատեսի։ Հայաստանի Հանրապետության գործող օրենքը կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին է, որտեղ ոչ մի խոսք չկա վախճանի մասին։ Երևան քաղաքն օրինակ ոլորտը կանոնակարգում է ավականու որոշումներով։ Երբ որ կենդանիները անկում են կամ ինչ-ինչ պատճառներով ենթարկվում են քննեցման, առաջ է գալիս այդ կենդանիների հողարկավորության հարցը, որը շատ դեպքերում մեր համակարգացիները կազմակերպում են ոչ ճիշտ, ընտրում են սխալ մեթոդներ, այն է թաղումներ կազմակերպել ընդհուպ միջև այգիներում։ Այն այգիներում, որտեղ մարդիկ զբոսնում են, այն այգիներում, որտեղ մեր երեխաները հատկապես ամռան ամիսներին խաղում են այդ նույն խոտերի վրա, նույն հողի հետ, որտեղ թաղված են այդ կենդանիների դիերը։ Այստեղ ես ուզում եմ, մենք պարբերաբար խոսում ենք սրա մասին, ու պետք է նորից նշել, որ այդ հողարկավորությունը առասարակ Երևան քաղաքում կենդանիների դիակիզումը եւ հողարկավորությունը չնախատեսված վայրերում արգելված է։ Արգելքն իհարկե արդարացի է, միայն թե որն է այլ ընտրանքը։ Հարություն Առաքելյանն առաջարկում է դիմել առաջադեմ երկրների փորձին։ Սա ոչ թե քաղաքապետարանն է առաջարկում, այլ առաջադեմ աշխարհն է գնում այս ճանապարհով, որ կան դիակիզարաններ, որտեղ կենդանիների դիակիզումը ապահովվում է, ավելին ցանկության դեպքում նույնիսկ մոխիրը հետ է տրվում քաղաքացուն։ Այսինքն այստեղ պետք է գնալ այդ ճանապարհով, որովհետև սա նաև անվտանգային խնդիր է, որովհետև շատ դեպքերում այդ կենդանիները մահանում են, անկում են տարբեր հիվանդությունների պատճառով եւ այդ հիվանդ կենդանիների դիերը հողում թաղելը ամենակիչը նորից հիվանդություն տարածել է։ Հենց այդ սկզբունքով կենդանիների խնամքի կենտրոն ՀՕԱԿ-ը մայրաքաղաքի փողոցներից ու բակերից օրինակ հավաքում է անկած կենդանիների դիերը եւ այդ հավաքված ամբողջ քանակը, դիերի քանակը ուղարկվում է դիակիզման այրման։ Հայաստանում գործում է թափոնների այրման մի քանի լիցենզավորված կազմակերպություն, բայց դրանք դիակիզարան անվանելը սխալ կլինի։ Էկոլոգիա ՍՊԸ-ն օրինակ կենդանիների դիակիզում իրականացնում է, բայց գործարանի հսկայական չափերն էլ հուշում են։ Մեկ կենդանու դիակիզումն ու առավել ևս մոխիրը ստանալը բարդ ու կասկածելի գործընթաց է։ Եթե մեծ ցանկության դեպքում անգամ գործարանը համաձայնի մաքրել նախորդ թափոններն ու առանձնացնել մեկ կենդանու մոխիրը, դիակիզումն արդեն իսկ ենթադրում է ավելորդ ծախս, որին ոչ բոլորն են համաձայն։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։